Խոր անտառում մի այծ է լինում, ունենում է մի գեղեցիկ ուլիկ, ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում արոտ անելու, արածում է, իրիկունը կուրծ գլիքը տուն է գալիս, դուռը զարկում, ումը կկում, այսպես կանչում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ արել քեզ համար, դռնակը բաց ներս կամ ես, անուշ կաթ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ. Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց է անում, մայրը ներս է մտնում, կերակրում ուլիկին ու կրկին գնում արոտ: Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը, մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ արել քեզ համար, դռնակը բաց ներս կամ ես, անուշ կաթ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ: Ուլիկը լսում է ու պատասխանում. Էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում, իմ մայրը այդպես չի կանչում, նա քաղցր ու բարակ ձայն ունի, քո ձայնը կոշտ է ու կոպիտ, դուռը բաց չեմ անի, գնա, չեմ ուզում քեզ: Ու գայլը հեռանում է գնում: Գալիս է մայրը, դուռը ծեծում. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ արել քեզ համար, դռնակը բաց ներս կամ ես, անուշ կաթ տամ քեզ, սևուկ ուլիկ, սիրուն բալիկ: Ուլիկը դուռը բաց է անում, կաթ է ուտում ու մորը պատմում. Գիտես մայրիկ ինչ եղավ, մի քիչ առաջ մեկը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր. Սևուկ ուլիկ, սիրուն բալիկ, ասում էր դուռը բաց արա, էնպես հաստ ձայն ուներ, էնպես վախեցա, դուռը բաց չարի, ասի չեմ ուզում, գնա: Վայ, Սևուկ ջան, ինչ լավ է եղել, որ բաց չես արել, ասավ վախեցած մայրը, էդ գայլն է եղել, եկել է որ քեզ ուտի, մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա գնա, թե չէ իմ մայրը քեզ կսպանի իր սուրբ ոզերով: